Օրհնություն եւ փառք Հոր եւ Որդու եւ Որդուի Սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն Никого. Վաղ առավոտից Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բազմահազար հավատացյալներ եկել են այստեղ մասնակցելու Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված Սուրբ Պատարագին։ Մայր տաճարը լեփլեցուն էր եւ ժողովրդական լեզվով ասած ասեղ գցելու տեղ չկար։ Մեր ժողովուրդը դառնում է ավելի շատ են մեր ժողովրդի ներկայացուցիչները գնալով ավելի շատ մարդիկ են դառնում դեպի մեր եկեղեցին, գալիս դեպի մեր եկեղեցի, մտնում մեր եկեղեցու մեջ։ Սա շատ ուրախալի է։ Սա շատ ուրախալի է, որովհետև հույսը վերադառնում է դեպի մեզ եւ սա նշան է նրա, որ հուսահատությունը մեղք է, պետք է հույսով եւ հավատով ապրենք եւ միասնաբար հավաքական կամքով հասնենք մեր ազգային իղձերին, նպատակներին։ Սա ցույց է տալիս, թե ինքնությունը ինչքան շատ է կարևոր մարդկանց համար, ազգային հոգևոր ինքնությունը ինչքան շատ է կարևոր եւ շատ ուրախալի է առհասարակ։ Չեք հայտնի։ Քանեցեք։ Չեմ գիտի, շուշուտեք։ Մենակ հոգևորականը չի, որ մեզ պիտի դարձի բերեք, երեխեք, մենք հազարն են, մենք բյուրն ենք, իրանք մեկն են, այ իրանց նմանները պետքա լինեն, որ իրանց մտածելով մեզ դեպի հեռուն են տան, չէ, դեպի հակառակը, ես ավելի եմ վազում պահեմ կարչեմի մայրաթորից, ես, որ այսքան եկեղեցի եմ եկել, այդքան լրջորեն չեմ պատկերացրել եկեղեցուս կարևոր, հա, հələ մի հատ հիշեք, այստեղ ովքեր են քայլել, Անդրանիկ Օզանյանը, Դրոն, ինչքան մեծություններ ու արքաներ են ունեցել, ինչքան գիտակցված հերոսներ են ունեցել, հանուն այսօրվա իրանք անձնուրաբար նվիրվել են, բա մենք այսօր այնքան պիտի իրանց գոնե մի փոքրը չլինենք, որ իրանց հետ հեշտ չէ նույն արունն է կրում, ժողովուրդ։ Ինքը հոգեվարքի մեջ գտնվող ծանր հիվանդ է, ամեն կերպ կարճումա որ ապրի, ամեն կերպ, բայց իրանը դատապարտված է, ու ամենաողբալին ինքն է, որ ինքը դժոխքի զավակ է։ Ամենաողբալի վիճակում ինքն է ու իր նման մոլորվածները, որտեվ Աստված ինչ է ասում ավետարանում, վայ նրան, ով որ այս երեխաներից մեկին կգայթակրեսնի, լինելու են գայթակություններ, բայց վայ նրան ու միջոցով գալու է, վայ նրան, ով որ պատճառն է դառնալու հոգիների կործանման, իրանց փրկություն չի լինելու։ Երբեք եւ երբեք որևէ հոգեվորականի չեմ մոտեցել որպես մարդու, որտեղ մենք բոլորս մեղքի ծնունդ ենք, մեզ մեր ծնողները մեղքով են ունեցել, բայց հոգեվորականը ունի օծում, որին որևէ կերպ որևէ մեկը իրավունք չունի ոտնահարելու, որևէ մեկը իրավունք չունի դատելու, ինքը ունի դատավոր, դա Աստված է, ինքն է իր Աստծո առաջ պատասխան տալու, ինչպես եւ մենք։
չեմ ասենք, չէ։